Ընտրարշավը ըստ էության արդեն մեկնարկել է։ Կուսակցությունների նախընտրական պլատֆորմներում կարևորագույն տեղերից մեկում արտաքին քաղաքականությունն է։ Զարգացման որ վեկտորը պետք է ընդունի Հայաստանը։ Արևմուտք ենք շարժվելու, թե հյուսիս-արևելք։ Եվրաինտեգրումը ավելի շատ հնարավորություններ կստեղծի, թե Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը։ Իսկ միգուցե արժի դեռ փորձել երկու աթոռներին միաժամանակ նստած մնալ։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ թեմաների համապարփակ քննարկմամբ։ Կարծում եմ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններում արտաքին քաղաքական վեկտորի նշանակությունը երբեք այդքան մեծ չի եղել։ Հենց արտաքին քաղաքականության ուղղվածության մասին խոսենք այսօր մեր բանավեճի ընթացքում։ Հրավիրել ենք Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու քաղաքագետ Էդգար Առաքելյանին ու Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցին։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Առաջին հարցից խնդրում եմ շատ կարճ պատասխանեք։ Արևմուտք թե հյուսիս-արևելք։ Ես կարծում եմ, որ նման տարբաժանում չպետք է լինի, պետք է լինի Հայաստան։ Խնդրեմ։ Հավասարակշռության դոկտրին։ Ահա։ Հիմա տեսնենք, ծանոթանանք այն տեսանյութին, որը գործընկերս պատրաստել է, որից հետո արդեն մեր առարկայական զրույցը կշարունակենք։ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը շարունակում է մնալ ամենակննարկվող թեմաներից մեկը, հատկապես ընտրական փուլին ընդառաջ։ Արևմուտք, Ռուսաստան, թե բազմավեկտոր քաղաքականություն։ Քաղաքական ուժերը տարբեր մոտեցումներ են ներկայացնում։ Իսկ ինչ են մտածում քաղաքացիները։ Միանշանակ Արևմուտք։ Միանշանակ Ռուսաստան։ Իհարկե ոչ Ռուսաստան։ Դեպի Եվրոպա, որովհետև մենք Եվրոպաց ենք։ Արևմուտք, որ խաղաղություն լինի։ Դեպի եվրոպական կողմ։ Վստահելի են պետությունների։ Ես կողմ եմ Ռուսաստանի հետ համագործակցության խորացմանը։ Ռուսաստանի համատեսանք հոտներ։ Բայց սրան հակառակ քիչ չէին կարծիքները, որ ընդգծում էին, թե Հայաստանը պետք է վարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Այ վերջինը որ ասել է ճիշտ է։ Հավասարակշռված։ Այո, որտես լինի լավ կլինի, հա։ Բոլորի հետ լավ իմ կարծիքով ամենաճիշտն է։ Բազմավեկտոր բնականաբար, որովհետև մենք հարևաններ ունենք, պետք է հարաբերությունները նորմալ լինի, բոլորի հետ էլ կապ լինի, առևտրային շրջանառություն լինի։ Միջին ոսկեն պետքա պարտադիր միշտ ամենտեղ պահպանվի։ Փորձագետների կարծիքով հարցը միայն քաղաքական չէ։ Ես տնտեսագետ եմ։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ընդգծում է ցանկացած արտաքին քաղաքական ընտրություն անմիջական ազդեցություն է ունենում ներդրումների, շուկաների հասանելիության եւ երկրի ընդհանուր կայունության վրա։ Ուստի պետք է առաջնորդվել ազգային տնտեսության շահերով։ Որևէ վեկտորի ուղղությամբ եթե դու գնում ես, դու պետք է ապացուցես, որ կոնկրետ որևէ թիմի անդամ ես։ Իսկ եթե քո սեփական շահերով ես շարժում, տվյալ պարագայում որևէ թիմի շրջանակներում ապացուցելու կարիք չունես։ Տվյալ պարագայում երկրներ կան, որ անգամ սանկցիաների պարագայում փոխադարձ վերածվում են միջնորդների։ Իսկ եթե որոշումները կայացվեն արտաքին ճնշումների կամ կարճաժամկետ հաշվարկների ազդեցությամբ, տնտեսագետի համոզմամբ դա կարող է լուրջ ռիսկեր առաջացնել, իր ազդեցությունը թողնելով երկրի տնտեսական ոչ թե վեկտորի, այլ վեկտորների ընտրության շրջանակների վրա։ Եթե որևէ մի թիմի անդամ եղանք, մյուս թիմը սանկցիոն գործընթացների բաղադրիչը դարձնելու մեզ։ Ավելի լավ է մենք հանդիսանանք միջնորդ եւ տնտեսական կամուրջի դեր կատարող երկիր։ Դա կոչվում է նաեւ կոմպլեմենտար քաղաքականության մոտեցում։ Փորձագետների համոզմամբ արդյունավետ արտաքին քաղաքականությունը պահանջում է հստակ հաշվարկ, ճկունություն եւ երկարաժամկետ ռազմավարություն, հաշվի առնելով տարածաշրջանային բարդ իրողությունները։ Ես սովետի դաստիարակություն ստացած մարդ եմ, հաշվում եմ, որ Ռուսաստանի հետ պետքա կարգավորվի։ Սենց չի կարելի մնալ։ Մենք սերպտես է սովետն չի փոքր են, բայց սովետը դա ուրիշ է։ Հենց չի որ այն ժամանակ թողել են Հայաստանը աճին։ Չէ։ Էլի չեն թողել, ու սովետական միության դեպքում քիչ ուրիշ էր։ Հիմա որ լինի Հայաստանը միանգամից կջնջեն, ուղղակի կկիսեն Հայաստանը։ Ես ավելի քան վստահ եմ։ Թե Հայաստանի համար արտաքին քաղաքականության որ ուղղությունը կընտրվի, պարզ կդառնա ոչ միայն քաղաքական հայտարարություններից, այլև առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո իրականացվող կոնկրետ քայլերից։ Մինչ այդ հասարակության մեջ քննարկումները շարունակվում են։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, հեռանկար բանավեճ։
Որքան հասկանում եմ, երկուսդ էլ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եք, քաղաքացիական պայմանագրի ցուցակում դուք արդեն կաք, Սուրենը որքան հասկանում եմ, Բարգավաճ Հայաստանի ցուցակում է լինելու, այդ ձեր ներկայացրած քաղաքական ուժերը ինչ են խոստանում ընտրողներին արտաքին քաղաքական օրակարգին վերաբերյալ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ նաեւ նրա առաջնորդը Հայաստանի Հանրապետության վարչապետը բազմիցս այդ մասին խոսել է եւ հայտարարել է, որ Հայաստանը վարելու է ուրեմն հավասարակշռման եւ հավասարակշռող արտաքին քաղաքականություն։ Դա նշանակում է, որ մենք հաշվենք առել մեր նախորդ փորձը, երբ որ Հայաստանը կախված է եղել մեկ աշխարհաքաղաքական բևեռից եւ մեր անվտանգային, տնտեսական, այլ հարաբերությունները հիմնականում պայմանավորված են եղել այդ երկրի հետ ունեցած հարաբերություններով կամ այդ երկրի երաշխիքներով եւ կյանքը եւ պատմությունը ցույց տվեց, որ այդ երաշխիքները լիարժեք չէին, այդ երաշխիքները չգործեցին ինչ-որ պահի կամ այն պահի, երբ որ իսկապես Հայաստանը եւ հայաստանցիները կամ հայ ժողովուրդը գտնվում են անվտանգային խիստ ռիսկերի պայմաններում, պայմանավորված եւ 44-օրյա պատերազմով եւ դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններով, մենք հասկացանք, որ իրականում այդ միֆերը, որոնք կառուցվել էին նախկինում, հոդս ցնդեցին եւ մենք հանդիպեցինք դառը իրականության հետ, աշխարհաքաղաքական իրականության հետ, որտեղ յուրաքանչյուր երկիր է թվում նաև Ռուսաստանը նախ եւ առաջ առաջնորդվում էր իր ազգային պետական շահերով տվյալ դեպքում տարածաշրջանում, քան Հայաստանի կամ ռուս հայկական, ինչպես իրենք նշում են, դարավոր բարեկամության այդ սկզբունքներով եւ այլ կերպ լինում է։ Իհարկե այլ կերպ չի լինում, պարզապես նույնիսկ մեր պատմության գրքերում սերունդներին այդպես են դաստիարակել եւ մեր տեսանկյունից, հա, մեր ուրեմն պատմության տեսանկյունից, մեր ընկալածի տեսանկյունից դա նաև որոշակի շոկային էր։ Դա ինչ որ առումով մեր հասարակությանը նաև արթնացրեց այն առումով, որ մենք քաղաքականապես ավելի գրագետ դարձանք եւ հասկացանք, որ աշխարհում կապված աշխարհաքաղաքականության հետ չկան այսպես անձնային հարաբերություններին ուրեմն նմանվող հարաբերություններ, կան, ինչպես ասում են, շահեր եւ այդ առումով իհարկե հաշվի առնված, ինչպես նշեցի, անցյալի փորձը եւ այսօր ներկայումս Հայաստանը գործնականում իրականացնում է այդ բալանսավորման եւ բալանսավորող արտաքին քաղաքականություն։ Ճիշտ եմ հասկանում, որ դուք ընտրողին խոստանում եք հաղթելու դեպքում վերանայել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ Տեսեք, մենք նման բան չենք ասել, այդ հարաբերությունները Ձեր խոսքից կարծես դա էր։ Այդ հարաբերությունները վերանայել է Ռուսաստանի Դաշնությունը իր գործնական քայլերով, այսինքն մենք ելնում ենք արդեն նոր ստեղծված ստատուս քվոից մեր տարածաշրջանում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ, որոնք չեն համապատասխանում Հայաստան-Ռուսաստան արդեն ձևավորված իրավապայմանագրային այդ ամբողջ բազային եւ միգուցե նախկին պրակտիկային։ Հասկացած եմ։ Ձեր քաղաքական ուժը ինչ է խոստանում եւ ինչպես է ապացուցելու, որ հենց այդ ուղին է ամենաճիշտը։ Շնորհակալություն հարցի համար, ես բնականաբար հեռու եմ այն մտքից, որ իշխանության քաղաքականությունը հավասարակշռության դոկտրինի վրա է հիմնված, բացարձակապես այդպես չի։ Իսկ ինչի վրա է հիմնված։ Հիմա կարող եմ հիմնավորել, որտեղ հավասարակշռության դոկտրինի կրողը հենց օրինակ մեր քաղաքական բլոկն է։ Մենք հավասարակշռության դոկտրինը ենթադրում է բոլոր ազիմուտներում շատ ակտիվ նպատակային քաղաքականության իրականացում, ենթադրում է, որ դու չպիտի լինես որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի ֆորպոստը մյուսի դեմ, ենթադրում է, որ դու պիտի հնարավորինս կարողանաս ապահովել աշխարհաքաղաքական շահերի ներդաշնակեցում քո օրակարգի շուրջ, նույնիսկ այս տուրբուլենտ աշխարհում կան բավականին հաջողված օրինակներ նման քաղաքականության իրականացման։ Հաճելի չի, բայց կարող եմ Ադրբեջանի դեպքը նշել, բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ բավականին դինամիկ հարաբերություններ ունի։ Ղազախստանի դեպքը նշեմ, աշխարհաքաղաքական 4-5 կենտրոնների հետ ունի դինամիկ զարգացող հարաբերություններ։ Գիտեք, երրորդ հանրապետության հիմքում հետո թողենք ինչ շեղումներ են եղել։ Ընդհանրապես երրորդ հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում եղել է հենց հավասարակշռության դոկտրինը։ Եվ դրա օրինակներ էլ կան։ Օրինակ մենք 90-ականներին մեծ պայմանագիր են կնքել Ռուսաստանի հետ, բայց դա չի խանգարել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը։ Օրինակ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք կա
ԵԱՏՄ անդամ երկրի ՍԵՊԱ-ն ստորագրելու պատմություն եւ այլն։ Տեսեք, ձեր քաղաքական ուժի առաջնորդը ընդգծված պրոռուսական կեցված ունեցող Գորշի համբավն ունի։ Արդյոք չի խանգարի իրեն։ Մենք բանավիճ ենք, դեռ առայժմ իմ հարցին։ Ուրեմն դա միֆ է, այդ պրոռուսական գործիչի միֆը, մեր առաջնորդի մասին, որ հարցրեցիք։ Ես հիմա ծրագրային դրույթներից եմ մեր առաջնորդվում, մենք հավասարակշռության դոկտրինի հետևողական կողմնակից ենք, հետևողական։ Եվ կարծում ենք, որ հավասարակշռության դոկտրինի առանցքային դրույթներից մեկն այն է, որ հավատարիմ մնաց միջազգային պարտավորություններին նաև եւ հավասարակշռության դոկտրինը չշփոթել ստրատեգիական կողմնորոշման կուրսի փոփոխության քաղաքականության հետ։ Սա շատ էական էլեմենտ է, որտեղ եթե հավասարակշռության դոկտրին ասում ես, ինչպես օրինակ ԿՊ-ի գործընկերներն են ասում, բայց ստրատեգիական կուրսի փոփոխությունը սխրախուսում։ Դա այնքան էլ հավասարակշռության դոկտրին չի։ Ստրատեգիական։ Ես հիմա հնարավորություն եմ գտա կոնկրետ օրինակով բացատրեմ Արգելի հետ։ Շատ կոնկրետ է։ Մանավանդ որ անկորցության համար ձեր կուսակցության վերնախավը օրենքը չկատարելու համար կարող է ենթարկվել հետո պատասխանես է բացատրել։ Դուք որոնցում եմ անձամբ ձեզի նկատի չունեմ, ձեր կուսակցությունը, որը մեծ համաստնություն է այսօր խորհրդարանում, ընդունում է ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու օրենք։ Օրենքի ընդունումից անցել է կարծեմ մի տարի, եթե ոչ ավելի, մի տարվա ընթացքում նույնիսկ գործադիրի մակարդակով ԵՄ-ին անդամակցության դիմում չի ներկայացվել։ Այսինքն ընդունում են մի հատ օրենք, այդ ռիսկերը կրում են այդ օրենքի ընդունման պատճառով, բայց գործնականացման ուղղությամբ քայլ չի արվում։ Դե գուցե խորհրդանական ընտրություններում կրկին հաղթել է Պետրամը։ Ես հիմա այս մեքենայի ռեգին շարունակեմ մնալ։ Պատերազմից հետո այս տուրբուլենտությունից հետո ես չգիտեմ թարապես Եվրոմիություն կմնա թե։ Դա էլ է տեղին հարց, որի մասին կխոսենք։ Եկեք այսպես, ձեր անդիմախոսի ասացի թույլ կողմերի մասին խոսեք եւ դուք, այ ձեր փաստարկը այն մասին, որ ձեր անդիմախոսի ասածը այդքան էլ համոզիչ չի։ Տեսեք, նախ նշվեց, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը, հա, այդպես հասկացա, ինքը պրոռուսական գործիչ չի, պետք է փաստել, որ այդ մարդը նախ խոշոր բիզնեսմեն, օլիգարխ է, որը ունի բիզնես նշեմ, որը ունի շատ լուրջ բիզնես շահեր, օրինակ Բելարուսի նախագահի հետ եւ Բելարուսում, եւ ներողություն, ձեր կուսակցության ես չէի ընդհատում ձեզ լրեք։ Խոսեմ կտատեք, սխալվում եք, նման բան չկա։ Ուրեմն նույն Բելարուսի նախագահ եւ Բարգավաճ Հայաստանի նախագահ ունեն ընդհանուր շահեր։ Դա այն նույն Բելարուսի նախագահն է, որ այդ նույն Ալիևին զենք է վաճառել եւ այդ նույն Ալիևը կռվել է Հայաստանի դեմ բելարուսական զենքով։ Ու հիմա այդ նույն Բարգավաճ Հայաստանի նախագահ, եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ գաղափարախոսության մասին էինք խոսում։ Իսրայել մեջ մի բերեք, քան որ Բելարուսն է Հայաստանի։ Հիշենք, որ արտաքին քաղաքական վեկտորի ՀԱՊԿ-ի շրջանակներում գործընկերներ պես որ Իսրայել մի բերեք մեջ։ Էդգար, խնդրեմ իմ հարցին վերաբերում ներողություն, այո, նշեմ։ Երբ որ նշվում է օրինակ Ադրբեջանի օրինակը, որ արտաքին քաղաքականության վեկտոր է, հա, հավասարակշռված պահում, տեսեք, այն նույն ժամանակ, երբ որ Ադրբեջանը դիվերսիֆիկացնում էր իր տնտեսական եւ արտաքին քաղաքական հարաբերությունները, այդ նույն ժամանակ Հայաստանում իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այդ ամբողջ տարիներին իրենք Հայաստանը տանում էին ըստ էության մեկ ուղղությամբ եւ կապում էին բացառապես Ռուսաստանի հետ եւ դա պայմանավոր Ռոբերտ Քոչարյանը չի, կոնկրետ քաղաքական ուժ է։ Իր ասացի մեջ թույլ կողմերը Ես դա պայմանավորված էր նախ եւ առաջ այդ մարդկանց իշխանությունը պահելով եւ հետեւաբար ես թույլ կողմերի հետ կապված նշեմ, որ այսինքն մեղադրանք է հնչեցվում, որ Հայաստանի իշխանությունները այսպես ստրատեգիական շրջադարձ են կատարում եւ այլն եւ նաեւ օրենքի հետ կապված նշվում է, որ օրենքը ընդունվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, տասնյակ հազարավոր քաղաքացիների ցանկությամբ եւ օրենքը ընդունելուց հետո Եվրամիության հետ կապված տեղի են ունեցել լուրջ գործընթացներ, ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ այլն եւ այլն։ Այսինքն Եվրամիության
անդամ դառնալու հայտ ներկայացնելու համար դու պետքա որոշակի ուրեմն դու պետքա որոշակի ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնել եւ Հայաստանը ինչպես բոլորս գիտենք հիմա գտնվում է այդ գործընթացների մեջ թե դատաիրավական բարեփոխումների թե ոստիկանական բարեփոխումների թե ազատ վիզային ռեժիմի հաստատման հետ կապված մենք գիտենք որ այսինքն ուժի մեջ է շարունակվելու ընտրություններից հետո հասկացած եք այսինքն այդ գործընթացը շարունակվում է իսկ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը ես փաստեմ որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը հարաբերությունները հաստատել ոչ միայն Եվրամիության հետ չգիտեք ինչու մեր գործընկերները միայն Եվրամիությանն են նայում այլ հարաբերությունը հաստատել նաև Միացյալ Նահանգների հետ ընդ որում ինստիտուցիոնալ հարաբերություն այ գործընկերս որ նշում էր այն ժամանակ երբ որ ստորագրվեց հայ-ռուսական այդ պայմանագիրը Հայաստանը Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ հաստատեց Հայաստանը երբեք Միացյալ Նահանգների հետ ինստիտուցիոնալ մակարդակի հարաբերություններ ես խոսեմ հետո կմեջբերեք ինստիտուցիոնալ մակարդակի հարաբերություններ չի հաստատել ասենք ռազմավարական գործընկերության մակարդակի Հայաստանը շատ լուրջ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական հարաբերությունները հաստատել Հնդկաստանի հետ Հայաստանը շատ դինամիկ հարաբերություններ է զարգացնում Իրանի հետ այդքան որ տարփողվում է Իրանի հետ կապված հարաբերությունները Հայաստանը շատ լուրջ հարաբերություններ է հաստատել նաև մերձավոր եւ միջին արևելքի երկրների հետ։ Խնդրեմ թույլ կողմը ձեր դիմախոսի խոսքում։ Նախ երկու բան։ Ես զարմանում եմ, որ մարդիկ շատ պարզ, նույնիսկ Եվրամիության կանոնադրությունն ու կանոնակարգն են անտեսում։ Այդպես չի, որ բարեփոխումներ ես անում նոր դիմում ես Եվրամիության։ Նախ հայտը ներկայացնում ես Չէ, քանի որ վտանգ կա, որ կմերժվի, ավելի լավ պատրաստ օրենքը չեն ընդունում այդ դեպքում։ Օրենքը ընդունում է եւ հիշում եք դուք խնդրել եք որ դες չկանգնեն։ Ուղղակի օրենքի մեջ ասում է որ գործընթացի մասին հիմա օրենքը չեն ընդունում այդ դեպքում։ Ես շատ լավ հասկանում եմ ինչ եմ ասում։ Նախապատրաստում են նոր օրենք ընդունում են, սա մեկ։ Երկրորդ ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանի կապերին։ Միայն Լուկաշենկոյի հետ բարեկամական գործնական կապեր չունի։ Բազմաթիվ այլ ղեկավարների հետ էլ ունի, ընդ որում նաև արևմուտքում։ Նիկոլ Փաշինյանն էլ շատ է շփվում Լուկաշենկոյի հետ։ Թույլ կտակ ես վերահասկեմ այս process-ը, հա։ Հայաստանը առաջին հերթին իր այդ խնդիր ունի, այս բան կամ իր ղեկավարության։ Հիմա առնվազն տարակուսելի է, որ այս մարդիկ Ալիևին կիրթ եւ կառուցողական գործընկեր են համարում։ Հայաստանի սահմանադրության փոխվել չփոխվելու հարցը պատերազմի վտանգի հետ են կապում։ Այսինքն իրանք պատրաստ են Ալիևի բոլոր պահանջները կատարել, ընկած երրորդ երկրներում Ալիևի բարեկամ են փնտրում։ Սա միայն սոցիալ պոպուլիզմի բարձր պիլոտաժի դեպքում հնարավոր սենց զրույց։ Ես էլ եմ կրկնում։ Ակնհայտորեն մարդը ասում է, եթե սահմանադրական մեծամասնություն չունենանք, 50% գումարած մեկի մասին չի խոսում։ Ինչ ընկալելի կլներ որպես քարոզչական նարատիվ։ Ասում է, եթե սահմանադրական մեծամասնություն չունենանք, մինչև սեպտեմբեր պատերազմ լինելու։ Ընդ որում սահմանադրական մեծամասնությունն ինչի է դա կապում։ Շատ պարզ, սահմանադրության փոփոխության, որտեղ չունեցավ այդ մեծամասնությունը։ Ուրեմն մենք արտաքին քաղաքական վեկտորն շատ ուղիղ կապ ունի։ Սա նշանակում է Ալիևի իդեալական վասալի կարգավիճակում գտնվող իշխանություն։ Ու այս մարդիկ, որ մեզ մեղադրում են կամ այլ ընդդիմադիրների դրսում ինչ-որ կապեր, այդ կապերը բացահայտ են։ Այո, բազմաթիվ վերապահումներ կարող են լինել Ուրեմն այստեղ խնդիրը սահմանադրությունը չէ, տոկոսի հետ կապված։ Ես միջամտեմ, սահմանադրությունը չի, խնդիրը հետևյալն է, այդ քաղաքական ուժերը, այսպես կոչված ընդդիմադիր օլիգարխիկ, ովքեր ցանկանում են մասնակցել, ես ձեզ լսում եմ, Հայաստանը տանում է պատերազմի ճանապարհ։ Այդ քաղաքական ուժերը Հայաստանը մի քանի անգամ տարել են պատերազմի։ Տանում են պատերազմի պատերազմական փողոցով հայող տարածքան կարծիքը լսելու։ Դրա պատասխանատվությունը դուք եք կրելու։ 5000 Սուրեն եւ Էդգար, տեսնենք ինչ են մեր սովորական քաղաքացիները սուտ եք խոսում 5000 ջահել չի զովել։ Դուք 4000 Դուք սուտ եք խոսում, դուք կցանկանայի որ 5000 ջահել զովել։ Դարապես կցանկանայի որ եկեք ձայնը իջեցնենք։ Երկուսդ էլ խնդրում եմ մի քիչ ձայնի տոնայնությունը, մի քիչ իջեցնենք եւ տեսնենք ինչ են սովորական մեր համակարգացիները մտածում մեր քննարկվող թեմայի մասին։ Բալանսավորված։
դա պիտի լինի։ Գրիշը ճիշտ եմ ասում։ Ես ասեմ խիստ ռուսամետ, որտեղ Ամերիկայից օգուտ չկա միանշանակ։ Եվրոպային ես դիտարկում եմ որպես քաղաքակրթության օրան։ Դիտենք Եվրամիության մաս կազմենք որպես անդամ երկիր, որտեղ ինձ թվում է ապագան ավելի շատ ես տեսնում եմ դեպի այդ ուղղությամբ։ Ռուսաստանն էլ մեր բարեկամն է։ Ամեն ինչ ամեն հարցում բաժերք անում այդ է։ Ամերիկան մի քիչ կասկածելի է։ Արևմուտքի առաջերտին նրա համար որ երկիրը անկախություն ձեռք կբերի ու պետականություն։ Իսկ Ռուսաստանի հետ մենք պետականություն չունենք։ Ես վստահ եմ ուղղակի դրան։ Թրամփը ինչ է անում հիմա։ Տեսնում եք, չէ՞, աշխարհը խառնել է իրար։ Ամեն ոլորտով մենք կարանք համագործենք եվրոպական պետությունների հետ։ Որպես այս կա ժամանակվա ապացուցված Ռուսաստան պետք է գնա, ինձ թվում է արևմուտքը ինչքան լավն է, մինչև իր օգուտը չունենա, սուդա չի օգնի։ Ռուսաստանը շատ բաներ է վատ կատարել դեպի հայ ժողովուրդը, ղարսը տվեցին Լենինը, չեմ կարող շարունակել։ Նախ Ռուսաստանին Հայաստանը պետք է որպես հարավային սահման, դրան շը, կոպիտ ասած։ Հայաստանն էլ պետք է Ռուսաստանը որ ֆիզիկապես պաշտպան լինի։ Մեզ ուզում են էնի ուզում օգտագործեն մտենան կլտե ովա մեջներից մի քիչ բարի պատուխ։ Իրականում հենց այս էր ամենակարևոր հարցը, եկեք հասկանանք, թե ով է իրանցից ավելի բարի պտուղ։ Հիմա միգուցե վատի ու ավատագույնի միջև է մեր փնտրելու փորձը, բայց տեսեք, արդյոք մենք ենք ընտրում այդ վեկտորը, թե մեզ են ընտրում։ Ի վերջո գերտերությունը անում է այն, ինչ իր շահից է բխում, ինչպես Էդգարը ճիշտ ասաց, Ռուսաստանի շահից ինչ որ պահի բխեց ահա այսպիսի քաղաքականություն վարել մեր տարածաշրջանում, մենք ստիպված եղանք վերանայել մեր մոտեցումները։ Վաղը գուցե Արևմուտքը, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը նույնպես հասկանան, որ իրենց շահից բխում է Հայաստանի, ենթադրենք, շահերը ոտնահարել։ Հիմա իսկապես պատրանք է, որ մենք ենք ընտրում, թե մեզ են ընտրում։ Տեսեք, այստեղ ամենակարևորը հետևյալն է, ինչ ենք մենք ուզում, որն է համապատասխանում մեր շահերը։ Երբ որ մենք խոսում ենք գործընկերային եւ դաշնակցային հարաբերությունների մասին, այդ տեսեք, ասում ենք Ռուսաստանը գերտերություն է կամ կայսրություն է, Միացյալ Նահանգները գերտերություն են, Եվրոպական միությունը ինչ որ առումով էլի գերտերություն է, բայց միևնույն ժամանակ մենք գիտենք, որ օրինակ մենք չենք կարող տեսնել օրինակ Միացյալ Նահանգների կամ Եվրամիության գործընկեր դաշնակից պետություն, որոնց Միացյալ Նահանգները թողել են եւ ունեցել են փոխօգնության, հա, այսպես պայմանագիր եւ թողել հեռացել են։ Այսինքն Միացյալ Նահանգների շահերից բխում է մի բան, ինչը չի անում, քանի որ ունի պարտավորություն, այդ դեպքում դավաճանում է սեփական համակարգացու շահը։ Միացյալ Նահանգները ուրեմն դաշնակցային փոխօգնության պայմանագրեր եւ հարաբերություններ է հաստատում այն երկրների հետ, որոնց հետ իրենց շահերը ընդհանրություններ ունեն, որոնց հետ իրենց շահերը նաեւ քաղաքակրթական, մենք չմոռանանք նաեւ որ այստեղ նաեւ կա քաղաքակրթական շահեր եւ մենք գործ ունենք նաեւ որոշակի ժողովրդավարական երկրների հետ եւ այդ առումով չեն կարող տեսնել որևէ երկիր, որոնց արևմտյան տերությունները թողել են մենակ այդ ճգնաժամերի առաջ, բայց միևնույն ժամանակ բնականաբար ցանկացած երկիր կամ ցանկացած տերություն ունի իր շահերը եւ մենք պետքա հասկանանք մեր նախորդ փորձից, վերլուծենք մեր նախորդ փորձը եւ հասկանանք թե օրինակ այդ շահերի տիրույթում որն է մեզ ավելի այսպես հոգեհարազատ կամ համապատասխանում է մեր ազգային պետական շահերին։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք ուրեմն այսպես կոչված վեկտորի փոփոխության մասին, ապա պետքա հասկանանք, որ այստեղ ուղղակի Հայաստանը չի զարթնել մի օրում ու ասում է ես վեկտոր եմ փոխում։ Պարզապես ստեղծվել են նոր աշխարհաքաղաքական իրողություններ, ստեղծվել են նոր աշխարհաքաղաքական ստատուս քվո, հայ-ռուսական հարաբերություններում ստեղծվել են նոր պայմաններ, իրողություններ, պայմանավորված ռուսական ուրեմն գործողությունները եւ Հայաստանը բնականաբար ստիպված է եւ պարտավոր է գնալ իր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա։ Սուրեն Էդգարը ասում է, որ Ռուսաստանը մեզ դավաճանեց, մենք ստիպված էինք վերանայել հարաբերությունները։ Գիտեք, դավաճանությունը քաղաքական կատեգորիա չի։ Դուք էլ ձեր խոսքում շատ դիպուկ նկատեցիք, որ միջավայրում լինում են շահերի չհամընկնում, Ռուսաստանում էլ կարող են իրենց արգումենտները բերել։ Հիմա փաստա չեն համընկել շահերը, ուրեմն ուրեմն շահերը չեն համընկել։ 2010-ականների կեսերից մենք ունեցել ենք էլիտա, որը ցավոք սրտի հեղափոխությունից ավելի հետո ավելի խորացան այդ միտումները,
որ մտայնությամբ են գնում, չնայած միշտորդները առաջին հերթին Ռուսաստանը ներկայացնում էին պլան, որ այլևս չեն կարող երաշխավորել նախկին ստատուս քվոն, որ ստեղծվել է առաջի պատերազմից հետո, մեր էլիտաները դա չնկատելու էին տալիս։ Իսկն դաշնակցին վերագրում էին մի բան, որ ինքը արդեն ասում էր չեմ կարող ապահովել, դա էլ կա։ Հիմա եկեք, բայց դրա վրա շատ իսկապես հայ-ռուսական հարաբերությունները վերաիմաստավորման կարիք ունեն։ Դուք ո՞նց եք վերաիմաստավորելու հաղթելու դեպքում։ Հիմա էս, բայց անդրադառնամ երկու խնդրի շատ ռեպլիկի կարգով։ Ցավոք սրտի դեպք եղել է, որ Միացյալ Նահանգներն էլ նույնիսկ այն երկրի նկատմամբ, որի երկրի նկատմամբ փաստաթղթերով հովանավորությունա ֆիքսած եղել, լքել է, էլի շատ Աֆղանստանը։ Դե բոլորը, չէ, երկիր չմնաց, որ Աֆղանստանից դավաճանել, դա ուրիշ պատմություն է։ Շարունակեք։ Աֆղանստանում 1 տրիլիոն դոլար փող է ծախսել։ Այդ Աֆղանստանի էլիտան, հիշում եք իմ հարցը, Սուրեն, իմ հարցը հիշում եք։ Որ Էդգար քաղաքացիական պայմանագրից բացի ներկայացման այլ Միացյալ Նահանգները։ Շարունակենք իմ հարցին պատասխանել։ Ես շարունակ մի թատեք Էդգար ջան, եւ քաղաքական հիմքով դաշինքներ չեն կազմում։ Հակառակ բարագայում ժողովրդավարությունը դրոս սարկած Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի հետ դաշնակից չեն։ Եվրամիությունը քաղաքակրթական նաև դաշինք է։ Եվրամիությունը լրիվ այլ պատմություն է, հիմա Ուրեմն հենց Եվրամիության մասին եկեք խոսենք, հա, Եվրամիության անդամակցելը որքանով եք իրատեսական համարում։ Դուք չեք վերջացրել, խնդրեմ, հա։ Ուրեմն տեսեք, ես դրա համար ասում եմ, հարգելի Արտյոմ եւ Ադգել Էդգար, որ քաղաքականությունը շահեր են, այդ քաղաքակրթական ընդհանրություն եւ այլն, եթե շահերը համընկնում են, դա էլ կարող է որպես բաղադրիչ լինի։ Շահերը չեն համընկնում, ինքը որևէ որոշիչ նշանակություն չունի։ Տուրբուլենտության պայմաններում նախկին խաղի կանոնները չեն գործում։ Միջազգային հարաբերությունների համակարգի ծոցի երկրներն էլ օրինակ անթակույց հիմա դժգոհում են Միացյալ Նահանգներից, որ տարիներ շարունակ դուք մեզ անվտանգության երաշխիքներ եք տվել, բա ինչի էսպես եղավ եւ այլն եւ այլն։ Այս զրույցները այսօր բոլորս լսում ենք։ Այսինքն եւ Ռուսաստանի դաշնակիցներն են շատ օբյեկտիվ Ռուսաստանից դժգոհում, եւ Միացյալ Նահանգների դաշնակիցներն են շատ օբյեկտիվ, որովհետեւ միջազգային հարաբերությունների այն համակարգը որի սովորենք, որտեղ կային ինչ-որ խաղի կանոններ, լավ կամ վատ, դա էլ եկեք չգնահատենք, այլևս չի գործում։ Հիմա ձեր հարցը, որ սկզբնապես դուք տվել եք, ամենաեականն է։ Իսկապես այս նոր աշխարհակարգը, որի ծիլերը սկսում ենք նկատել, այդ աշխարհակարգում մեր տիպի փոքր սուբյեկտություն ունեցող երկրները ընտրության հնարավորություն ունեն, թե ոչ։ Եվ ունեն Իմ կանխատեսմամբ, ես մի քիչ այս պարագայում այնքան էլ լավատեսական կանխատեսում չեմ անում, իմ կանխատեսմամբ մենք գնում ենք դեպի բազմաբևեռ աշխարհի ստեղծման, այս տեկտոնական ցնցումներն էլ դրա մասին են։ Բազմաբևեռ աշխարհը, դուք գիտեք, անխուսափելիորեն ենթադրում է ազդեցության գոտիներ։ Այդ եղել է եւ սառը պատերազմի տարիներին եւ անխուսափելի կլինի նաեւ մեր իրականության ժամանակ, ընդ որում այդ բազմաբևեռ աշխարհ տերմինը նույնիսկ արդեն Թրամփն ու իր որոշ թիմակիցներ են օգտագործում։ Հիմա այս պարագայում կանխատեսելիորեն փոքր երկրների իրենց անվտանգության համակարգը ընտրելու հնարավորությունները կփոքրանան, շատ կփոքրանան։ Տեսեք, այն սովորական մարդիկ, որոնց կարծիքը քիչ առաջ լսում եք, ի վերջո շատ կարևոր է իրանց շահը, հա, այդ մարդու գրպանում փողը կավելանա, թե չէ։ Հիմա Եվրամիության հետ մեր ինտեգրացումը ենթադրում է ԵԱՏՄ-ի հետ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը։ Այդ իմաստով այդ շուկայում վաճառող մարդը, չգիտեմ, կրպակում աշխատող վաճառականը շահի դրանից թե ոչ։ Երբ որ մենք նայում ենք օրինակ նույն Արևելյան Եվրոպայի երկրների անդամակցության process-ը, նույն Եվրոպական միությանը, իհարկե այդ մարդիկ շահել են լինելով Եվրոպական միության թե տնտեսական, թե քաղաքական, թե անվտանգային այդ գոտում։ Խոսքը Արևելյան Եվրոպայի երկրների մասին։ Իրենց տնտեսությունը ու օրենսդրությունը կարծես ավելի պատրաստ է դրան, քան մերը։ Բայց ինչի մենք պատրաստ չենք, որովհետև ժամանակին մեզ ստիպեցին անդամակցել ուրեմն մաքսային միությանը, ապա ԵԱՏՄ-ին։ Ժամանակին ես հիշում եմ նույն հարգելի Սուրենը հայտարարում էր, որ մաքսային միությունը եւ ԵԱՏՄ-ն ըստ էության սահմանափակելու են մեր ինքնիշխանությունը եւ
ըստ էության արտաքին քաղաքականությունը ԵԱՏՄ-ն օբյեկտիվորեն, երբ որ մենք այսօր խոսում ենք տնտեսական հարաբերությունների զարգացումից, բնական է, որ Հայաստանը լինելով ԵԱՏՄ տնտեսական զոնայում, Հայաստանը պետքա շատ ավելի մեծ առևտրաշրջանառություն ունենար ԵԱՏՄ երկրների եւ Ռուսաստանի հետ եւ նաեւ ԵԱՏՄ սահմանափակում է ինչ որ առումով մեր առևտրատնտեսական հարաբերությունները այլ երկրների հետ, տվյալ դեպքում Եվրոպական միության հետ։ Ինչի դուրս չեն գալիս։ Տեսեք, մենք իրականացնում ենք տարբեր գործիքակազմերով տնտեսական քաղաքականություն, որը զուգահեռ նաև Հայաստանի տնտեսական հնարավորությունները բացում նաև Եվրոպական միության շուկաներում։ Օրինակ, մեկ օրինակ, երբ որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց, որ Հայաստանում արտադրվող ապրանքները եթե կարտահանվեն Եվրոպական միության շուկաներ, ապա Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության մաքսատուրքերի չափով հետ վճարում կանի տնտեսվարողներին։ Սա ըստ էության միակողմանիորեն ստեղծում է, այսպես ասենք, ազատ առևտրի ինչ-որ ռեժիմի տեսակ Եվրոպական միության հետ, որպեսզի մեր գործարարները կարողանան նաև հեշտությամբ եւ նաև մեծ պրակտիկա ունենան Եվրոպական միության շուկաներում։ Շատ դեպքերում նաև մեր գործարարները ուրեմն հարմար լինելով ռուսական շուկան, դա բոլորին հայտնի է, հայացքը ուղղում են դեպի ռուսական շուկա, բայց նաև եվրոպական շուկաներում էլ շատ մեծ հնարավորություն կա։ Շատ մեծ հնարավորություն կա մերձավոր արևելքի, միջին արևելքի շուկաներում, որի ուղղությամբ բավականին մեծ եւ լուրջ աշխատանքներ է տարվում։ Այսինքն մենք չպետք է, այսպես ասենք, դե դեպքում հենց հիմա պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից եւ մեծ առումով, երբ որ օրինակ այդ ռուսական շրջանակները մեզ ասում են, դե դուրս եկեք, չեք ուզում, պետք է հիշեցնենք, որ ժամանակին հենց իրենց պնդմամբ եւ ցանկությամբ է Հայաստանը գնացել ԵԱՏՄ անդամ դարձել, քանի որ կհիշեք նույն ժամանակին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կոկորտը պատրվել էր, երբ ասում էր, որ Հայաստանը չի կարող դառնալ ԵԱՏՄ անդամ, քանի որ չունի ընդհանուր սահման եւ Հայաստանին մեկ գիշերվա մեջ քարշ տվեցին դեպի եվրոպական, ուրեմն եվրասիական տնտեսական այդ գոտին։ Սուրեն, Էդգարը հիշեց, որ ժամանակին վերապահումներ ունեի ԵԱՏՄ-ի անդամակցելու վերաբերյալ քաղաքական թիմի անդամ էր, որի ծափողջությունների տակ է ԵԱՏՄ-ի ու Եվրամիության ժամանակին դրա համար ժամանակ, այո, ԵԱՏՄ-ն իմ համար իդեալական կառույց չի։ Եվրամիությունը առավել եւս, այսօրվա Եվրամիությունը։ Եկեք բանը, քաղաքականությունը բանը զգացմունքների պետք չի։ 2013 թվին է, չէ, Հայաստանը մաս դարձել կարծեմ։ Չեմ էլ կարծում շատ մեծ սիրով մեծ այլընտրանք ուներ Հայաստանի իշխանությունը, շատ մեծ սիրով տենց ԵԱՏՄ անդամ դարձավ։ Ամբողջ խնդիրն է նա, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոքել տնտեսությունը չի դիվերսիֆիկացել եւ Ռուսաստանից կախվածությունը տնտեսական առումով գնալով մեծացել է։ Ավելին ասեմ, այն տնտեսական բոնուսը, որի մասին իշխանությունները խոսում են այսօր, ինչ-որ արդյունք են ցույց տալի, որ անշուշտ ինչ-որ ձևով կա։ Հետևանքա Ռուսաստանի դեմ կիրառող պատժամիջոցների, այդ էլ բոլորը շատ լավ գիտենք, տնտեսության կառուցվածքում արտահանումների ծավալի թվերը նայում ենք արդեն կամ ներմուծումների։ Բայց միևնույնն է, դա ԵԱՏՄ վերաթափության շնորհիվ է։ Այո, դա հենց ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ է։ Թե չէ, տնտեսական այսպես ասենք ոչ բնական աճը չեր լինի։ Վրաստանը ԵԱՏՄ անդամ չի, ունի բավական աճը, մի րոպե դուք Հարավային Կովկասում Վրաստանի տնտեսական աճը շատ ավելին է, քան Հայաստանի տնտեսական աճը։ Եվ թույլ տան գավարտի Էդգար ջան, կարևոր չի Վրաստանում ինչա։ Ինձ նայեք եւ համանատի պետությունների բաժանումը կարևոր չի։ Մեղադրում եք Էդգար, դուք կասեք խոստանում են։ Վրաստանի շարունակեք իմ հարցին պատասխանել։ Ձեր իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հիմա տեսեք, այստեղ էլի ընտրության շատ մեծ հնարավորություն չունես։ Ընդհանրապես որևէ երկիր որոշումները ո՞նց է կայացնում, ես հարցում Էդգարի հետ համաձայն եմ։ Անվտանգային շահերով եւ նյութական շահերով։ Գիտեք, եթե ես իմանայի, որ նույնիսկ տեսական հնարավորություն կա եվրոչափանիշներին համապատասխանելու եւ եվրոպական շուկա մտնելու, այս հարցը մի քիչ ավելի պրակտիկ հարթության վրա ու մի քիչ ավելի անկաշկանդ կքննարկի։ Բայց ես Բրյուսելից նման ազդակ չեմ տեսնում։ Իրենք նույնիսկ շատ անկեղծ էլի խոսենք։ Եվրամիության էլիտան բյուրոկրատիան այսօր կանգնած են ստրատեգիական անորոշության եզրին։ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները փլուզված են, Եվրամիության ներսում գնալով աճում են այսպես կոչված դիսիդենտ երկրների
կամ այլախոհ երկրների։ Հունգարիա, Հունգարիան ինչու դուրս չի գալիս Եվրոպական համապետական ցիկլից հետո էլի այդ երկրների Հունգարիան ինչու դուրս չի գալիս Եվրամիությունից։ Դա շատ պրիմիտիվ հարց է տալիս։ Չէ, ինչի դուրս չի Շատ գալիս։ պրիմիտիվ Դա այլ թեմայի ուղղակի շրջանակներում խոսելու թեմա է, Պարզունակ չի։ ուրիշ առիթով պատրաստ կլինենք։ Հիմա ինչ եմ ասում։ Այստեղ կոնկրետ փաստերի վրա մենք պիտի մեր դիրքորոշումները կառուցենք։ Ես դրա համար ես ասացի, արհեստական եմ համարում ԵՄ-ին անդամակցության օրենքին ընդունումը։ Այո, որ մենք որպես երկիր այդ ընտրություն անելու հնարավորությունը կունենայինք, տնտեսական դիվերսիֆիկացիայի իմաստով։ Դե դեկլարացիա է, որը նույնպես կարևոր է, հա։ Դեկլարացիա չի, դա օրենք է։ Օրենքը ինչի մասին ամենացիան եւ օրենքը իրարից տարբեր են։ Անդամակցության գործընթաց սկսելու մասին։ Գործընթաց սկսելու մասին չի ասում։ Ուրեմն Հայաստանը բոլոր խոսքը գործընթացի մասին է։ Կոպենհագեն կոնվենցիայի համաձայն գործընթացի մեկնարկամարտումը որևէ երկրի դիմում Եվրամիության է։ Սա ես չեմ ասում։ Ձեր Եվրամիության այսինքն ձեր համար չափանի շամանը Եվրամիության հիմնարար փաստաթղթերն են ասում։ Այս փուլում գտնվում է Եվրոպական միության հետ։ Ասեմ օրենք չեն կարելի լուրջ գործընթացում։ Խնդրեմ, մենք արդեն դա լսեցինք ու հասկացանք։ Մենք ձեր ներդրմանը դեմ։ Սուրեն, ձեր կարծիքը ընկալելի է, հասկանալի է։ Էդգարի կարծիքն էլ հասկացա։ Իսկ հիմա ուզեմ հասկանալ սովորական մարդկանց կարծիքը նույն թեմայի շուրջ։ Մեր երկիրը որողությունով գնա, ոչ մի հիմի համբերում է։ Հիմա ինչ որ կատարումը ճիշտ է կատարում։ Ասում եմ ոչ դու ես, ոչ դու ես։ Ես էլ որ փաս։ Հիմա Եվրոպա է գնում, Ամերիկա է գնում, թե Ռուսաստան է գնում, դեպի լավն է։ Բալանսավորված միգուցե նրա համար, որ դեռ վախեր կան, դեռ պատճառներ կան, իսկ թվում է վարչապետը ճիշտ ուղղություն ապրել, ես վստահում եմ, չգիտեմ։ Ռուսաստանը ճիշտ է 100%-ով լավ բաներ չի արել, շատ դեպքերում եկը ձեռնպահ, օրինակ Ղարաբաղի հարցում ձեռնպահ եկան, փոխանակ օգնել չկան։ Մեկը էլի նա ուրիշ ոչ մեկը Ռուսաստանի շատ իմ կարծիքով չի օգնի։ Ինչո՞ւ ձեռներեցնենք ենք դեպի Թուրքիա, եւ կան մարդ, միլիոնավոր մարդ կերա Թուրքիա։ Մենք պետք է ուժ ունենանք, մենք զինվենք ուժ ունենանք, ոչ մեկը մեզ չի պահի։ Всё, այդքան բա։ Տեսեք, մենք հաճախ խոսում ենք կոլեկտիվ արևմուտքի մասին, իսկ արդյոք այն գոյություն ունի հաշվի առնելով, որ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջև էլ բավական լուրջ լարվածություն կա վերջերս։ Այ միգուցե նույնիսկ մի օր ստիպված լինենք ընտրելու արևմուտքի ու գերարևմուտքի միջև, հա, այդ դեպքում ինչ պետք է անենք։ Տեսեք, իրականում ճիշտ եք, այդ խոսույթն էլ փաստորեն դրսից է գալիս կոլեկտիվ արևմուտքի։ Մենք այսօր տեսնում ենք Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների միջև առնվազն մարտավարական կապված Ուկրաինայի հետ, Արևելյան Եվրոպայում ընթացող պատերազմի հետ առնվազն մարտավարական ուրեմն տեսակետների տարբերություններ եւ այս առումով ես կարծում եմ, որ խնդիրը ոչ թե ավելի շատ արևմուտքի կամ ավելի շատ արևմուտքի կամ արևմուտքի ու արևելքի մեջ ընտրության մասին է, մենք մեծ առումով մեր առաջ պետք է այդ խնդիրը չդնենք, քանի որ սա այո Հայաստանը փոքր երկիր է եւ սա Հայաստանի համար կարող է ունենալ ուրեմն չափազանց մեծ սպառնալիքներ։ Այո, մենք ունեցել ենք դաշնակից, որը անհրաժեշտ պահին մեր կողքին չի եղել եւ մենք պետքա օբյեկտիվա որ դրանից հետեւություններ անենք։ Սա մեր հետագա անվտանգային, քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական եւ մեծ առումով Հայաստանի զարգացման շատ կարեւոր ֆունդամենտալ հարցն է, թե ինչ ենք մենք անելու այդ պատմական փորձի եւ ապագայի մեր մարտահրավերների հետ եւ արդյոք մենք այդ նախորդ փորձից դասեր քաղել ենք։ Տեսեք, նույն Սուրյանցը ասում է, որ կամ Սուրյանցի քաղաքական դաշինքի առաջնորդը, եթե չեմ սխալվում, ասում է, որ այս գործընթացին պետքա երաշխավորներ։ Մենք տեսել ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների երաշխավորներ։ Եթե խոսքը վերաբերում է օրինակ Ռուսաստանին ու Բելարուսին որպես երաշխավորներ, Սուրեն, խոստացել եք չընդատել։ Եթե խոսքը վերաբերում է այդ երկու երկրներին, քանի որ այդ երկու երկրին ես մեկ այսպես միավոր եմ համարում եւ եթե ասում եմ
եմ Ռուսաստան, նկատի ունեմ նաև Բելարուս, եթե ասում եմ Բելարուս, նաև նկատի ունեմ ուրեմն Ռուսաստան, ապա մենք տեսել ենք այդ երաշխավորության հետևանքները ուրեմն Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի հետ կապված։ Մենք տեսել ենք, թե ոնց են մեր երաշխավորները զինել առնվազն հակառակ կողմի եւ կարող ենք փաստել, այսինքն դրանք բաց տվյալներ են, որ Ադրբեջանի զենքի 60-70%-ը եկել է Ռուսաստանից եւ Բելարուսից։ Դե կասեն հիմա դուք էլ գնեիք եւ այլն, բայց քանի որ մենք Ռուսաստանի դաշնակիցն էինք ու որպես Ռուսաստանի դաշնակից նաեւ աղքատ պետություն էինք ու մեզ չէին կարող թույլ տալ եւ եթե համեմատում ենք օրինակ նույն Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի հետ, ապա ելի մենք օրինակներ չենք տեսնի, օրինակ Արևմտյան զենք ավելի թանկ է, այդ իմաստով չէ, ես նկատի ունեմ, եթե համեմատում ենք երբեմն համեմատում են Իսրայելի հետ, մենք տեսնում ենք, որ որպես գերտերություն, այսինքն մենք հարաբերություն ենք հաստատել ոչ թե շարքային պետության հետ, հա, մենք հարաբերություն ենք հաստատել գերտերության հետ, որը անհրաժեշտության պահին միգուցե դոտացիայով պետք է Հայաստանի որոշակի միգուցե եթե մենք համեմատում մենք Արևմուտքի հետ կամ գոնե Հայաստանի հակառակորդներին չպետքա զինի դաշնակ։ Հիշում եք հարցս, եթե Արևմուտքի եւ ավելի Արևմուտքի միջև ընտրության բայց մի երկու վերապահում պիտի հայտնեմ, որտեղ մեր քաղաքական ուժի լիդերի անուն հնչեցվել է ամեն դեպքում։ Հետո ինչ հնչեցվել է կարևոր թեմա չէ, հա։ Երբ որ մենք խոսում ենք երաշխավորված միջնորդների մասին խաղաղության process-ի, երկու գործ ունենք հաշվի առնում։ Նախ մի բևեռից չեն կարող լինել, Էդգար ջան, մենք այդքան պարզունակ չենք։ Աշխարհակաղակական օրինակ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատի պես մի բանի վերականգնման մասին ենք խոսում։ Նույն Մինսկի խմբի Ուրեմն եթե Ադրբեջանը չի համաձայնվում, ուրեմն իրական նպատակը խաղաղությունն չի, որտեղ ուժային դիսբալանսի պայմաններում։ Հա, դե վերջ, ուրեմն այս հարցը կամ ձեր հարցին։ Ուրեմն դուք միանշանակ ճիշտ եք, հարգելի Արտյոմ, ընդհանրապես արևմուտքի քաղաքական, քաղաքակրթական, նույնիսկ տնտեսական ընդհանրության մասին այլևս տեղին չի խոսել։ Նախնորդ քիչ առաջ ես ասեցի Եվրամիության ներսում արդեն ինչ շերտեր կան, դրան գումարենք այդ տրանսատլանտյան միասնության խաթարումը ու ցավոք սրտի Էդգարն էլ նշեց այդ մասին, ցավոք սրտի դա միայն Ուկրաինայի հարցով չի դրսևորվում։ Մենք տեսնում ենք Իրանի հարցում օրինակ այսօր Գերմանիայի նախագահի արած հայտարարությունները եւ ընդհանրապես մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի լինել չլինելու անհրաժեշտության մասին է անգամ խոսում Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, երբ որ անդրադառնում է Հորմուզի նեղուցի բացման չբացման խնդրին, չէ՞։ Հիմա այս պարագայում իսկապես Հայաստանի պես փոքր երկիրը ինչ որ աշխարհակաղակական կենտրոնի գծորդը դառնալու պետք չունի եւ իսկապես պետքա բոլոր ազիմուտներում մենք ակտիվ հավասարակշիռ նպատակային քաղաքականություն վարենք, որովհետեւ շատ պարզ ձեր հարցի մեջ որովհետեւ կա, որովհետեւ մենք չգիտենք ինչպիսին է լինելու նոր աշխարհակարգը։ Դուք դեմ եք ռուս-բելարուսական միութենական պետության դեմ արտահայտվել։ Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը նման հայտարարություն տեսեք պատմական հայտարարություն է արվում։ Պատմական օֆիցիալ հայտարարում եմ, երբեք այսօր եւ ապագայում մեր օրակարգում այդ միության անդամակցության հարց չեք տեսնում։ Վերջ, այս թեմայի շուրջ հիմա վերջին հարցն է, տեսեք, երբ մեր հարևան Վրաստանին են հարցնում արևմուտք թե հյուսիս, պատասխանում է ամենայն դեպքի տպավորություն է ստեղծում, պատասխանում է արևելք, Չինաստանի հետ է հարաբերություններ զարգացնում, բայց դրա հետևանքով էլ է խնդիրներ է ունենում, կոնգրեսում արդեն Վանավեծևի նախագիծ կա Չինաստանի դեստրուկտիվ ազդեցությունը հարավային Կովկասում զսպելու հետ կապված, հա։ Հիմա իսկ պարտադիր է փնտրել այլընտրանքը միայն արևմուտքի ու հյուսիսի միջև, թե այլ տարբերակներ կարող են լինել։ Ես մեր հարցազրույցի սկզբում նշեցի, որ ինչու են միայն նայում Եվրոպական միությանը կամ Միացյալ Նահանգներին, ինչու չեն նայում, որ Հայաստանը լուրջ տնտեսական, ռազմատեխնիկական, քաղաքական հարաբերությունները օրինակ զարգացրել շատ կարևոր գերտերության Հնդկաստանի հետ, Մերձավոր Արևելքում եւ այլն եւ այլն։ Այսինքն այն ինչ որ հայտարարել է ներկայիս հայկական իշխանությունը, դրա մասին խոսում է, այլ հարցա ներողություն եմ խնդրում, որ այսօր աշխարհը
տեխնոլոգիական աշխարհ է եւ օրինակ տեխնոլոգիաները եւ տեխնոլոգիական պետություն դառնալու համար մենք ուզենք թե չուզենք պետքա Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ հաստատենք, վկան այն տեխնոլոգիական ձեռնարկությունները միլիարդավոր դոլարների, որոնք կառուցվելու են Հայաստանում, որոնք տարածաշրջանում բացառիկ են, որոնք չունի նաեւ Ռուսաստան։ Արևմուտքի ու հյուսիսի միջև ընտրություն այլընտրանք ունի։ Դրապես ես բանը կոշտ երկընտրանքը միշտ արհեստական եմ համարել, որտեվ նոր ես էի, չէ՞ ասում, բազմաբևեռ աշխարհ ենք ունենալու, որը արդեն թույլ էլ չի տալու, որպեսզի մենք ընդհանրապես այդ երկու բևեռի մասին խոսանք, այն էլ ասեմ, որ բազմաբևեռ, նոր բազմաբևեռ աշխարհում գերտերություններից բացի լինելու են այսպես կոչված ռեգիոնալ տերություններ, օրինակ Թուրքիայի, Իրանի կարգի, ուզում եմ ասեմ իրանց քշիռը անգամներով բարձր է լինելու, այսինքն բազմաշերտ, բազմաբևեռ աշխարհ ենք ունենալու, որտեղ էլի եմ կրկնում, միակ դեղատոմսը եւ միակ բանաձևը աշխարհակաղակական բոլոր կենտրոնների, ռեգիոնալ բոլոր կենտրոնների հետ բալանսավորված հարաբերությունների կառուցումն է, որպեսզի մենք բոլոր ձվերը մի զամբյուղի մեջ չդնենք։ Հասկանալի, ցավոք ժամանակ չունենք, մեկ նախադասություն, ինչը կուզեք, որ հերոստատիտողը հիշի ձեր ասված խոսքից։ Ես կուզեմ, որ հերոստատիտողը հիշի, որ առաջիկա ընտրությունները որքան էլ փաթեթավոր են, չգիտեմ, ծայրահեղ արևմտյան կամ հակառուսական կամ պրոթուրքական եւ այլն, առաջիկա ընտրությունները Հայաստանի ինքնիշխանության մասին են եւ այդ ինքնիշխանությունը պետքա կախված լինի եւ կապված լինի քաղաքակիրթ աշխարհի հետ, իսկ զարգացած աշխարհի հետ եւ ոչ թե իսգոյ երկրների հետ։ Այո, առաջիկա ընտրությունները ինքնիշխանության մասին են, քաղաքակրթական ընտրություն են, ես կոչ եմ անում ընտրել Հայաստանի Հանրապետությունը մերժել Արևմտյան Ադրբեջանը։ Ինձ մնում է հիշեցնել, որ զրուցակիցներն էին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Էդգար Առաքելյանն ու Դեմոկրատական այլընտրանք կուսակցության հիմնադիր ղեկավար Սուրեն Սուրենյանցը։